Պարզվում է հեռախոսը դարձել է ժամանակակից զույգերի երրորդ հարաբերություններում։ Շատ հաճախ զույգերը անկողնում ավելի շատ ժամանակ են անցկացնում էկրանին նայելով, քան միմյանց հետ զրուցելով։ Այս ամենը ժամանակի ընթացքում ազդում է հարաբերությունների որակի վրա, տուժում է մտերմությունը, իսկ դա էլ ազդում է զգայական կապի վրա։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Կյանքը նման է տարվա եղանակներին, եւ դաշտանադադարը հենց այն ոսկե աշունն է, որի մասին քիչ է խոսվում, բայց որի ժամանակ տեղի ունենում մի շարք փոփոխություններ, որոնք կարող են այս կամ այն կերպ ազդել կնոջ տրամադրության եւ ինքնազգացողության վրա։ Սա մի շրջան է, որը կնոջը ստիպում է նորովի նայել իր խնդիրներին եւ նոր լեզվով խոսել խնդիրների հետ։ Այսօրվա այս խնդիրները մենք քննարկելու ենք բժիշկ գաստրոենտերոլոգ Սարգիս Ավագյանի հետ։ Պարոն Ավագյան, բարի կեսգիշեր, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ հյուրընկալվելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ հրավերքի համար, շատ հաճելի է լինել ձեր տաղավարում։ Գուցե սկզբից շատերի համար անսովոր թվա, թե դաշտանադադարը իր դրսևորումներով ինչ կապ կարող է ունենալ գաստրոենտերոլոգիայի հետ, բայց նախ ես ինքս իմ պրակտիկայում շատ հաճախ եմ դա նկատում լինելով սեքսապաթոլոգ, որ դաշտանադադարը բազմաթիվ դրսևորումներ ունի եւ այդ թվում նաեւ մարսողական եւ շատ դեպքերում շփոթում են օրինակ դաշտանադադարի ժամանակի հայտ եկող մարսողական գանգատները եւ գնում գաստրոենտերոլոգի մոտ, երբեմն նույնիսկ գանգատներից մեկը առնչվում է հոգեկան առողջությանը, գնում են հոգեբանի կամ հոգեբույժի մոտ, այսինքն դաշտանադադարը այնքան լայն սպեկտրի դրսևորումներ ունի, որոնցից իհարկե անմասն չի մնում նաև գաստրոենտերոլոգիան, որ մենք այսօր այս խնդիրները քննարկում ենք բժիշկ գաստրոենտերոլոգի հետ։ Դրա համար կուզենայի, որ մենք հենց սկզբից դրա մասին իրազեկեինք մեզ հետևողներին, որովհետև շատերի մոտ կարող է այդ առումով հարց առաջանա, թե ինչ կապ ունի, բայց կապը իհարկե բավականին սերտ է։ Դուք ճիշտ եք, բավականին հաճախ դաշտանադադարի շրջանում արտահայտվող այդ տհաճ երևույթները արտահայտվում են աղստամոքսային տրակտի որոշակի սիմպտոմներով, հատկապես շատ հաճախակի է լինում սրտխառնոցի գանգատ, սրտխառնոցը, որը որ բավականին հաճախակի անհանգստացնում է կանանց եւ եղել են բազմաթիվ դեպքեր դաշտանադադարի շրջանը ուղեկցվել աղստամոքսային տրակտի կողմից արտահայտվող ինչ-որ գանգատներով, ինչ-որ անհանգստություններով եւ տվյալ պացիենտը ուղեգրվել է իմ մոտ որպես գաստրոենտերոլոգ, բայց զրույցի ընթացքում բավականին հաճախակի է պարզվում է, որ աղստամոքսային տրակտի զուտ գանգատ չի, այլ դաշտանադադարը, որը որ արտահայտվում է նման երևույթներով։ Եվ շատ դեպքերում լինում է նաև զուգակցված, այսինքն պացիենտների մոտ նկատվում են եւ աղստամոքսային տրակտի խնդիրներ գանգատներ եւ դաշտանադադարի երևույթներ, այո, բավականին հաճախակի նաև լինում են նման դեպքեր, երբ որ երկու խնդիրներն էլ միաժամանակ առկա են լինում եւ աղստամոքսային տրակտի կողմից որոշակի խնդիրներ եւ դաշտանադադարի հետ կապված այդ անհանգստացնող երևույթները ներկա են լինում, իհարկե տենց էլ է լինում։ Ինչ է հուշում ձեր պրակտիկան որպես բժիշկ, նման պացիենտները բացի իրենց աղստամոքսային գանգատներից, որքան հաճախ են նշում օրինակ ջերմային ալիքներ ասվածի մասին կամ տրամադրության փոփոխությունների մասին։ Գիտեք, ես նախ երևի օգտվելով ձեր տաղավարի հնարավորություններից եւ լայն լսարանին դիմելու հնարավորությունից կուզենայի կոչ անել կանանց, ովքեր որ գտնվում են այդ շրջանում, նախ դիմեն առաջնահերթ բժշկի, հա, որտեվ բավականին լայն տարածում ունի բժշկին չդիմելու խուսափելու, հա, այդ շրջանում բժշկից խուսափելու, բժշկի չդիմելու պրակտիկան, ինքը բավականին լայն տարածում ունի։ Նախ առաջինը կուզենամ, որ կանայք, ովքեր որ գտնվում են այդ շրջանում, դիմեն բժշկի, ստանան բժշկի կողմից որոշակի խորհրդատվություն, թե ինչպես վարվել, ինչպես անցկացնել այդ շրջանը։ Դա բնական շրջան է եւ խուսափել այդ շրջանից պրակտիկորեն անհնար է։
դաշտանադադարը որոշակի տարիքում զարգանալու է։ Անխուսափելիորեն զարգանալու է, իհարկե։ Շրջանը իր հետ կարող է բերել որոշակի տհաճ երևույթներ։ Օրինակ, քաշի ավելացում, ճնշման տատանումներ, կարծում եմ, որ կանանց առողջական վիճակի վատթարացման մի որոշ մասը կապված է դաշտանադադարի հետ։ Այսինքն, երբ որ այդ ընթացքում կինը ճիշտ չի վարվում, չի հետևում առողջությանը, չի հետևում սննդակարգին, շատ բաներին եւ վերջը վերջում հանգեցնում են քաշի ավելացման, հետեւաբար նաեւ ճնշման բարձրացման, ճնշման տատանումների, տրամադրությունն է փոխվում, որոշ դեպքերում նույնիսկ լուրջ հոգեկան ինչ-որ խնդիրների, ամեն ինչ որպես բարդություն։ Որպես բարդություն, այո, եթե մենք խոսում ենք դաշտանադադարի մասին, մենք ավելի ճիշտ խոսենք դաշտանադադարի բարդությունների մասին, թե ինչ խնդիրներ է առաջացնում դաշտանադադարը, որտեղ բուն դաշտանադադարը դա բնական երևույթ է եւ ֆիզիոլոգիական երևույթ է եւ դա դրանից խուսափել նորից եմ կրկնում հնարավոր չէ, բայց եթե կինը այցելի բժշկի եւ ստանա բժշկի կողմից որոշակի ցուցումներ, թե ինչպես վարվի այդ շրջանում, ինչ սննդակարգ, ինչպիսի ակտիվություն, թեկուզ ֆիզիկական ակտիվության մասին է խոսքը գնում, ցուցաբերի այդ շրջանում հնարավոր է լինում խուսափել շատ բարդություններից եւ արել առողջ ապրելակերպ։ Լսելով ձեզ ես հիշեցի տարբեր տեսակի մեկնաբանություններ, թե ինչու են խուսափում բժշկի դիմել, որովհետեւ դաշտանադադարի մենեջմենտը, բուժման կապված է շատ դեպքերում այն դեղերի, որոնք ցուցված են եւ մեծ մասը հորմոն են պարունակում, իսկ հանրությունը շատ դեպքերում գիտեք, լինելով չիրազեկված, որոշակի մտավախություն ունի հորմոնալ դեղերի նկատմամբ եւ դրա համար խուսափում են։ Տարբեր տեղից լսելով, որ դաշտանադադարի մենեջմենտը կամ բուժումը կամ շտկումը կորեկցիան գրագետ անցկացնելու համար այդ դեղերը ուղղակիորեն անխուսափելի են։ Եվ այստեղ հարց է առաջանում նոր ուղղություն փնտրելու ոչ հորմոնալ դեղերի, որը նույնպես կա բժշկության մեջ եւ բավականին արդարացված է եւ ժամանակակից բժշկությունը շատ հաճախ նաեւ դա է ցիտում որպես նաեւ այլընտրանք, այսինքն ոչ հորմոնալ դեղերի օգտագործումը։ Կա, իրոք դուք ճիշտ եք, ըստ բժշկական մոտեցումների, ըստ բժշկագիտության մոտեցումների, այսօր դաշտանադադարի բուժման առաջին գիծը դա հորմոններն են։ Կարծում եմ, որ հորմոններից վախենալու կարիք չկա, եթե դա նշանակվում է բժշկի կողմից։ Եթե բժիշկը ցուցում է գտնում, որ կա հորմոնի նշանակելու կարիք, չեմ կուզենայի, որ մեր լսողներն էլ, մեր լսարանն էլ հասկանար, որ հորմոնից վախենալու բան չկա, քանի որ շատ հորմոններ ուղղակի կան մեր օրգանիզմում եւ առանց այդ հորմոնների մարդը ուղղակի չէր կարողանա գոյատևել, ապրել, ստեղծագործել կամ ինչ-որ բաներ։ Եվ վերջիվերջո նույն դաշտանը եւ դաշտանադադարը հորմոն կախյալ գործընթացներ։ Հորմոն կախյալ գործընթացն, այո, տարիքի հետ մեկտեղ կանացի սեռական հորմոնի էստրոգենի մակարդակը գնալով նվազում է, որի հետևանքով էլ բնականաբար առաջանում են այդ բոլոր տհաճ երևույթները, ջերմահորդանքները, քրտնարտադրությունը, տրամադրության կտրուկ տատանումները, սրտխփոսներ, ցենց շատ երկար կարելի է թվարկել բոլոր այդ անհանգստացնող երևույթները։ Այո, դուք ճիշտ եք, այսօր շուկայում կան բավականին մեծ քանակությամբ սննդային հավելումներ, ոչ հորմոնալ պատրաստուկներ, որոնք որ բավականին լավ թեթևացնում են դաշտանադադարի ընթացքում առաջացած այդ տհաճ երևույթները։ Եթե մենք նայենք ֆիզիոլոգիական տեսակետից, ամեն ինչ շատ պարզ է։ Էստրոգենը, որը շատ ֆունկցիաներ ունի կնոջ օրգանիզմում, սկսում է տարիքի հետ նվազել, ինչքան նվազում է էստրոգենները, այնքան ավելի շատանում են գանգատները, հատկապես դաշտանադադարի ժամանակ ի հայտ եկող։ Եվ լուծումն էլ պարզ է։ Մենք պետք է դրսից տանք հորմոն պարունակող դեղեր, որպեսզի խնդիրը կոմպենսացնենք, եւ ինչպես դուք նշեցիք, պետք չէ հորմոններից վախենալ, հատկապես ժամանակակից սերնդի, բայց կան կանայք, որոնք ինչ մտավախություններ ունեն եւ խուսափում են հորմոն պարունակող դեղամիջոցներ ընդունել եւ այս դեպքում օգնության են հասնում արդեն
կենսաբանական հավելումները, տարբեր տեսակի միներալներով, վիտամիններով հագեցած, որոնք գալիս են համալրելու այն պակասը այդ նյութերի, որոնց օգնությամբ դաշտանադադարի դրսևորումները ավելի մեղմանում են։ Եվ մեր շուկայում կա նմանատիպ բուսական հավելում, որը կոչվում է կլիմա։ Կուզենայի խոսենք կլիմայի մասին, ինչպես այն ստեղծվեց, ինչից առաջացավ միտքը, շատ հետաքրքիր է, վերջի վերջո, երբ որ նայում ես բաղադրությունը եւ ուսումնասիրում ես յուրաքանչյուր բաղադրիչի օգտավետությունը, հասկանում ես, որ շատ հետաքրքիր գաղափար է։ Գաղափարը իրոք ծագեց, երբ որ հասկացա, որ կանայք խուսափում են դիմեն բժշկի։ Երևի դեպքեր եք ունեցել։ Բազմաթիվ դեպքեր, որ իմ պրակտիկային բազմաթիվ դեպքեր եղան, երբ որ ես հասկացա, որ խնդիրը դաշտանադադարն է, այլ ոչ թե աղստամոքսային տրակտի խնդիրներն են, այլ դաշտանադադարն է արտահայտվում աղստամոքսային տրակտի կողմից առաջացող որոշակի երևույթներով։ Կինը չի ստանում համապատասխան բուժում։ Այո, եւ կանայք չեն ստանում համապատասխան բուժում, բացի այդ, երբ որ մի քիչ էլ սկսեցի ուսումնասիրել խնդիրը, հասկացա, որ կանայք խուսափում են այդ հարցի շուրջ դիմեն որևիցե բժշկի։ Բացի այդ, իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում հասկացա, որ շատ կանայք նույնիսկ չեն էլ ինչ-որ ձևի արձագանքում, չեն էլ մտածում, որ կարող է դաշտանադադարի հետևանքով է իրանց մոտ այդ խնդիրները առաջացել։ Փորձեցի զբաղվեմ, հասկանամ ինչու՞մն է խնդիրը։ Տենց որոշ ժամանակ ուսումնասիրություն անելուց հետո հասկացա, որ ուղղակի տվյալ խնդրին ուշադրություն դարձնելու մշակույթը չկա։ Իրազեկման խնդիր կա։ Կարծում եմ նաև կա իրազեկման խնդիր։ Փորձեցի ինքս ինչ-որ ձևերով հասկանամ եւ հիշեցի, որ սրանից մոտ մի 15-20 տարի առաջ իմ տարիքով ավելի մեծ գոլեգաների հետ, երբ որ ես նոր մտնում էի բժշկություն աշխատանքի ժամանակ, մենք մի բույս էինք ուսումնասիրում, ռադիոլա ռոզովայա, եւ իրանք մեծ փորձ ունեին այդ բույսի հետ կապված, շատ հաճախակի օգտագործում էին բույսը, դեռ իրենց պատմելով սովետական միության տարիներին հաճախակի բույսը օգտագործում էին իրենց պրակտիկայում եւ շատ լավ արդյունք էին ըստ իրենց ունեցել։ Ես հիշեցի այդ բույսի մասին, սկսեցի բույսը ուսումնասիրել, նորից վեր հանեցի գրականությունը, այսօր ավելի մի քիչ ավելի շատ ինֆորմացիա կա բույսի վերաբերյալ, կարծում եմ եւ ինֆորմացիայի աղբյուրներն ավելի շատ, այո։ Սկսեցինք ուսումնասիրել, հետո հասկացանք, որ բացի նրանից, որ պետք է կարգավորել հորմոնի նվազման հետևանքով առաջացած խնդիրները, կարիք կա նաև կարգավորել նյարդային համակարգի կողմից առաջացած արձագանքը, լարվածությունը, տագնապը։ Փորձեցինք համադրենք, այսինքն այդ երկու գործոնը համադրենք եւ որպեսզի կանայք չխմեն, ասենք, տարբեր պրեպարատներ, մեկով փորձենք կարգավորենք հնարավորինս բոլոր տեսակի հետևանքները կարգավորենք։ Այդտեղից առաջացավ գաղափարը, հետո առաջացավ կլիմա անունը, չգիտեմ, ոնց որ դուք կլիմա անունը կինս է հուշել։ Որ ակունքներին դիմենք լատիներենից արդեն հուշում եմ ես, որ կնոջ այն ժամանակաշրջանի կտորն է, հատվածն է, որի դեպքում արդեն տեղի են ունենում համապատասխան փոփոխությունները եւ շատ դիպուկ անուն է։ Հա, այդ ճանապարհով, այդ տարբերակով ստեղծվեց սննդային հավելումը, որից հետո սկսեցինք աշխատել, փորձել հասկանալ ինչքանով է էֆեկտիվ։ Մենք ունեցանք մի փոքր խումբ մեր հարազատների, ընկերների շրջապատում, ովքեր որ բնականաբար համաձայնվեցին, կամավորների, այո, ովքեր որ համաձայնվեցին փորձ, այսպես ասած, մասնակցել այդ օգտագործել, հասկանալ ինչի մասին է խոսքը գնում եւ ինչքանով է օգտավետ։ Բավականին մեծ խումբ հավաքեցին կանայք, այդ ժամանակ էլ պարզվեց, որ կանայք կան, ովքեր որ ունեն նման խնդիրներ, բայց չեն բարձրաձանում իրենց խնդիրների վերաբերյալ։ Խոսքից խոսք տարածելով մեր կանչին արձագանքեցին բավականին մեծ քանակությամբ կանայք, 100-ից ավել, ճիշտն ասած։ Գոհունակ։ Դե հետո գոհունակ։ Հա, սկզբնական շրջանում
մոտավորապես 1 ամիս ու կես օգտագործելուց հետո հասկացան, որ բավականին թեթևացնում է մեր կլիման իրանց գանգատները։ Իհարկե այդ ընթացքում նաև եղան որոշակի դեպքեր, երբ որ որոշակի խնդիրներ առաջացավ, ասենք օրինակ երբեմն ահաստամոքսային տրակտի ցավերի ուժեղացում էր լինում, բայց հետո հասկանում ենք, որ ի սկզբանե կար որոշակի խնդիրներ, որ սննդային հավելումը մի թեթև սրել էր, այո։ Ու սենց ստեղծվեց գաղափարը եւ ստեղծվեց կլիման։ Այո։ Պարոն Ավագյան, բացի ռոդիոլայից, բաղադրակազմի մեջ էլ ինչ հավելումներ կան։ Հիմնական բաղադրիչը դա ոնց որ նշեցիք ռադիոլան է, բացի ռադիոլայից կան կատվախոտի արմատներ, վալերիանա, որոնք ունեն անդորաբեր ազդեցություն։ Այո, ունենք պատրինջ, ունենք անանուխ, միաժամանակ այս բոլորը առաջացնում են եւ հանգստացնող եւ հորմոնալ ֆոնի այդ պակասի հետևանքով առաջացած երևույթների կարգավորող ազդեցություն ունեն։ Հիմնականում բավականին անվնաս տարբերակով, չվնասելով առողջականը առանց հորմոնի, հորմոն չի պարունակում, հա, սա շատ կարևոր էր, քանի որ երբ որ ես այդ ուսումնասիրությունները մենք անցկացնում էինք, մեծամասամբ կանայք խուսափում էին բժշկի դիմելուց հենց այդ նպատակով, որ հորմոն են նշանակում, մենք հորմոնից քաշը ավելանում է, խուսափում ենք, այո, տարբեր տեսակի եւ որոշեցինք, որ միգուցե ստացվի նես տարբերակ, որ առանց հորմոնի փորձենք օգնենք կանանց։ Ու հույսով եմ ստացվել է։ Օգտվելով առիթից կուզեի նաև ներկայացնել իմ փորձը այն կանանց, ովքեր որ սեռական գանգատներով դիմել են մեզ եւ բուժման ժամանակ ստացել են նաև կլիման։ Դաշտանադադարի ժամանակ նկատվում է նաև սեռական ֆունկցիայի նվազում, հասկանալի է, էստրոգենները նվազում են, նկատվում է հեշտոցային չորություն, սեռական հարաբերությունները ցավոտ են եւ դրա բերումով նաև նվազում է սեռական ցանկությունը, հաճույքն է տուժում եւ այլն։ Բուժման սխեմայի մեջ բացի այլ պրեպարատներից բնականաբար հաճախ նշանակում ենք նաև բուսական հավելումներ, ինչը կանայք շատ հաճույքով, ավելի հաճույքով են ընդունում։ Եվ քանի որ կլիմայի մեջ կա ռոդիոլան, սեքսապաթոլոգիայում ռոդիոլան հայտնի է որպես կոնքի արյան շրջանառություն լավացնող բուսական հավելում, նույնը նաև տղամարդկանց պարագայում։ Եվ կլիմայի օգտագործման դեպքում նկատվեց կանանց մոտ նախ հեշտոցային չորության վերացում աստիճանաբար եւ ժամանակի ընթացքում նաեւ հաճույքի կոմպոնենտը սկսեց աստիճանաբար կարգավորվել, որովհետեւ հեշտոցի չորությունը երբ որ արդեն վերանում է եւ հեշտոցի խոնավությունը արդեն վերականգնվում է, կանայք ժամանակի ընթացքում արդեն սկսեցին ավելի ու ավելի նկատել այդ կարևոր փոփոխությունը։ Թերևս դաշտանադադարի ժամանակ երևի թե կինը ոչ մի գանգատ այդքան ծանր չի տանում, որքան որ նկատում է, որ սեռական օրգանները, ինչպես իրենք են ասում, չորանում են, հասկանալի էստրոգենի դեֆիցիտի պատճառով։ Եվ կլիմայի օգտագործումը իհարկե տևական ամիսներ, որպեսզի արդյունքի հասնենք, բերեց նրան, որ արյան շրջանառությունը կոնքի խորոչում լավացավ, հաճույքի կոմպոնենտը կարգավորվեց, չորությունը աստիճանաբար սկսեց նվազել, ու իհարկե այնտեղ այլ բուժման մեջ բնականաբար այլ բաղադրիչներ էլ կային, հատկապես սեռական ֆունկցիան կարգավորող, բայց հենց այն, որ բաղադրության մեջ կա ռոդիոլան վարդագույն, բերեց նրան, որ արյան շրջանառությունը կոնքի խորոչում լավացավ, բերելով սեռական ֆունկցիայի լավացմանը։ Սա ուղղակի ես ուզեցի իմ փորձով կիսվել։ Շատ հաճելի է։ Հատկապես այն կանանց, ովքեր որ այդ ժամանակահատվածում ստացել են, իհարկե բուժման տևողությունը տարբեր է, որպես կանոն կախված խնդրի բարդությունից, բայց որպես կանոն ժամանակի ընթացքում նշում են սեռական ֆունկցիայի բարելավում։ Պարոն Ավագյան, մի կարևոր հարց, որը վստահ եմ շատերին է անհանգստացնում։ Երբ կարելի է սկսել ընդունել կլիման, շատերը սպասում են օրինակ, երբ որ արդեն դաշտանադադարը սկսվի իր բոլոր դրսևորումներով, գանգատներով,
Իսկ գուցե մենք չսպասենք այդ գանգատներին, զանգերին, միգուցե որպես կանխարգելում ավելի շուտ սկսենք, կարելի է թե ոչ, կուզենայի իմանալ ձեր դիտարկումը։ Տեսեք, ես կուզենամ սկզբից անդրադառնալ, որպեսզի կանայք էլ տեղյակ լինեն, թե ինչ է նշանակում դաշտանադադար, ինչ է նշանակում նախադաշտանադադար եւ հետդաշտանադադարի շրջան։ Մենք խոսում ենք ընդհանրապես դաշտանադադարի մասին, երբ որ այն ժամանակ, երբ որ կինը 12 ամիս եւ ավել հստակ ուժը արդեն դաշտան չի տեսնում։ Դա բուն դաշտանադադարի փուլն է։ Բայց նախքան դաշտանադադարի սկսելը կնոջ մոտ սկսվում է որոշակի արտահայտություններ, այսպես ասած նախադաշտանադադարին բնորոշ, այսինքն հնարավոր է դաշտանի տևողության կրճատում, փոփոխություն, մեկ ամիս լինի մի քանի ամիս բացակայի կամ հակառակը, այս ընթացքում եւս այո շատ հնարավոր է որ սկսվեն որոշակի գանգատներ, հատկապես ջերմահորդանքները, քրտնարտադրությունը, որոշակի տրամադրության փոփոխությունները կարող են ի հայտ գալ հենց նախադաշտանադադարի փուլում էլ եւ բնականաբար արդեն հետդաշտանադադարի փուլն է, երբ որ այդ բոլոր նշված գանգատները շատ ցայտուն կերպով արտահայտվում են։ Ես կուզենայի ասեի, որ կլիման կարելի է օգտագործել նախադաշտանադադարի փուլում էլ։ Որպես կանխարգելում կարելի է սկսել նաև նախադաշտանադադարի փուլում էլ։ Մեր փորձը դիտարկումները ցույց են տալիս, որ երբ որ նախադաշտանադադարի շրջանում է սկսվում կլիմայի օգտագործումը, որոշակի տևողությամբ դաշտանի ցիկլը վերականգնվում է։ Որոշ տևողությամբ, նույնիսկ մինչև 6 ամիս կինը ամեն ամիս դաշտան է տեսնում սովորական ռիթմով բանով, բայց ես նորից եմ կրկնում, դաշտանադադարը դա բնական երևույթ է եւ անխուսափելի երևույթ է։ Մի որոշ ժամանակ կլիման կարող է կարգավորել այդ խնդիրը, բայց վերջի վերջո դաշտանադադարը հասունանալու է։ Եվ երկու դեպքում էլ, այսինքն եւ նախադաշտանադադարի փուլում եւ բուն դաշտանադադարի փուլում էլ կարելի է օգտագործել։ Սա շատ կարևոր դիտարկում է, հատկապես այնքան անց համար, ովքեր որ այդ շրջանը նախընտրում են անցկացնել լուռ, առանց բժշկի դիմելու, մտածելով, որ միևնույն է ես հորմոններ չեմ ընդունելու, չնայած մենք նշեցինք, որ դրա մեջ ոչ մի վախենալու բան չկա, բայց շատ կարևոր է, եթե ունենք ելք, իսկ ելքը կա, դա նաև ոչ հորմոնային դեղամիջոցներ են, մասնավորապես բուսական հավելումները, նախադաշտանադադարի շրջանում որպես կանխարգելում ընտրել այդ տարբերակը, որպեսզի բուն նախ ուշացնենք բուն դաշտանադադարի հայտ գալը եւ ավելի մեղմացնենք նրա դրսևորումները։ Վրեժ ջան, իհարկե դուք շատ ճիշտ եք եւ կարծում եմ, որ պետք չի սպասել, որ դանակը հասնի ոսկորին, որպեսզի սկսենք ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի թեթևացնենք, հատկապես երբ որ դա վերաբերվում է առողջությանը, ավելի հեշտ է եւ ավելի ճիշտ է, երբ որ ցանկացած առողջության հետ կապված խնդիր սկսենք լուծել այն առաջին անհանգստացնող երևույթների ի հայտ գալուն պես, այլ չսպասենք, որ խնդիրը բարդանա, զարգանա, նոր դրանից հետո դիմենք բժշկի։ Ցանկացած դեպքում ավելի ճիշտ է, երբ որ սկզբնական շրջանում է կատարվում կանխարգելիչ կամ բուժիչ միջոցառումները։ Ինչպես արդեն նշվեց, դաշտանադադարը հիվանդություն չէ։ Սա ֆիզիոլոգիական վիճակ է, որին պետք է պատրաստվել, իսկ գանգատներ նկատելու դեպքում իհարկե պետք է դիմել բժշկի եւ հետազոտվել։ Այս հարցում մեզ օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Phoenix Med բժշկական կենտրոնը։ Երբ խոսքը մեր կամ մեր հարազատների առողջության մասին է, մենք փնտրում ենք ոչ միայն լավ բժշկի, այլև վայր, որտեղ մեզ կլսեն, կհասկանան ու կօգնեն առանց ավելորդ քաշքշուկների։ Phoenix Med բժշկական կենտրոնը ստեղծվել է հենց այդ սկզբունքով։ Այստեղ մեկ հարկի տակ են համախմբվել իրենց գործին նվիրված բարձրակարգ մասնագետներ եւ նորագույն տեխնոլոգիաներ։ Սրտաբանություն, թերապիա, ռևմատոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոենտերոլոգիա, գինեկոլոգիա, ռեֆլեքսոթերապիա, ինչպես նաև կոսմետոլոգիա եւ ուլտրաձայնային հետազոտություններ։
Այլևս կարիք չկա բժիշկներ փնտրել քաղաքի տարբեր ծայրերում, այստեղ կարող են ապահովել ձեր առողջությունը մեկ հարկի տակ, արագ, հոգատար եւ պրոֆեսիոնալ կերպով։ Phoenix Med վստահեք ձեր առողջությունը պրոֆեսիոնալներին։ Զանգահարելով Phoenix Med եւ նշելով գիշերային զրույցներ պրոմոկոդը կարող եք ստանալ 20% զեղչ էսթետիկ գինեկոլոգիական ծառայությունների համար։ Պարոն Ավագյան, ինչպես արդեն խոսեցինք, այս շրջանում գտնվող կանայք ունեն տարբեր գանգատներ, դաշտանադադարով ուղեկցվող եւ ոչ միայն։ Օրինակ ունեն զուգակցող հիվանդություններ, գուցե շաքարային դիաբետ, գուցե ճնշման տատանումներ, վանաձև գեղձի հետ կապված խնդիրներ եւ այլն։ Հարցս հետեւյալն է, վստահ եմ մեզ հետևողներն էլ կունենան այդ հարցը։ Կլիման համատեղելի է զուգակցող հիվանդությունների օգտագործվող դեղամիջոցների հետ, թե ունի ինչ-որ հակացություններ։ Գիտեք, հիմնականում կլիման կարելի է զուգակցել շատ թե դեղամիջոցների, թե սննդային հավելումների հետ, բայց խորհուրդ կտամ նախ խորհրդակցել բժշկի հետ ցանկացած դեպքում, եւ երկրորդը հիշեն մի բան, որ եթե իրենք օգտագործում են այլ հորմոնալ կամ ոչ հորմոնալ բնույթի սննդային հավելումներ կամ դեղամիջոցներ, որոնք որ նախատեսված են թեթևացնելու դաշտանադադարի երևույթները, զուգակցել կլիմայի հետ խորհուրդ չի տրվում։ Նման դեպքերում պետք է ուշադիր լինել, որպեսզի չզուգակցել ոչ բուսական, ոչ բուսական, ասենք դաշտանադադարի երևույթները կարգավորող սննդային հավելումների կամ դեղամիջոցների հետ։ Որպեսզի խուսափենք բարդություններից, այո, որպեսզի խուսափենք բարդություններից։ Պարոն Ավագյան, կուզենայի խոսենք հատկապես տևողության մասին։ Գիտեմ շատերին է դա հետաքրքրում, երբ են նկատվում կամ երբ կնկատվեն փոփոխություններ, օրինակ քնի կարգավորում, տրամադրության կարգավորում, փոփոխություն, ինչու՞ չէ նաև ինքնազգացողության լավացում, էներգիայի վերականգնում եւ այլն։ Բավականին հաճախ տրվող հարց է։ Տեսեք, ես կուզենամ, որպեսզի հատկապես ուզում եմ նշել հետևյալը, որ արագ արդյունք կլիմայի օգտագործումից ճիշտ չի ակնկալելը եւ միաժամանակ ճիշտ չի նաեւ արագ հիասթափվելը։ Քանի որ կլիման բուսական սննդային հավելում է եւ սննդային հավելում է, այլ ոչ թե դեղամիջոց, որպեսզի արդյունավետությունը զարգանա, մեր նկատառումներով տևում է մոտավորապես 3 ամիս եւ ավել։ Շատ հաճախակի նաև հարցնում են, թե ինչքան երկարատև կարելի է օգտագործել։ Այդ հարցն էլ է բավականին հաճախակի հնչում, ասեմ, նվազագույն տևողությունը արդեն ինչպես նշեցի, գոնե 3 ամիս պետք է օգտագործել։ Իսկ մաքսիմալ տևողության մասին որևիցե հստակ բան չկա։ Պետք է օգտագործել այնքան ժամանակ, մինչև որ կարգավորվի, լիարժեք կարգավորվի վիճակը։ Եվ ճիշտ կլինի, որ միշտ էլ խորհրդակցեն բժշկի հետ։ Քանի որ այն բացառապես բուսական ծագման է, բնականաբար արդյունքները ժամանակի ընթացքում արդեն կսկսեն աստիճանաբար զգացնել տալ, բայց ինչպես դուք նշեցիք, ոչ այդքան շուտ, որովհետև բուսական ծագման հավելման համար պետք է ժամանակ։ Այո, միջին արդյունքը արտահայտվել է 3 ամիս եւ ավել օգտագործման տևողության ժամանակ։ Նվազագույնը 3 ամիս։ Նվազագույնը 3 ամիս հետո արդեն կինը որոշակի փոփոխություն է զգացել եւ շատ կուզենայի նշել, որ կլիման նախատեսված չի դաշտանը վերականգնելու համար, կլիման նախատեսված է դաշտանադադարի երևույթները մեղմացնելու համար։ Պարոն Ավագյան, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի, ձեր փորձով կիսվելու եւ արժեքավոր դիտարկումների համար։ Սա շատ ցավոտ թեմա է։ Մեր ազգաբնակչության մեծ մասը, կանանց մեծ մասը, գերակշիռ մասը, տեղյակ չի, թե ինչպես գրագետ դիմավորի եւ տանի այս շրջանը, անցկացնի այս շրջանը։ Եվ վստահ եմ մեր այս թողարկումը դիտելուց հետո շատ-շատերը կստանան իրենց ուզող հարցերի պատասխանները եւ կփոխեն իրենց մոտեցումները։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ հրավերքի համար եւս մեկ անգամ։ Շատ հաճելի էր, շատ շնորհակալություն։ Հույսով եմ դեռ էլի կհանդիպենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Սեռական այբուբեն խորագրի ներքո ես սիրով պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցերն ուղարկելու համար։ Մենք անչափ կարեւորում ենք դա։ Իսկ այժմ հարցը։ Բարև ձեզ։ Մի բան հարցնեմ։ Ունեմ շաքարային դիաբետ երկրորդ կարգի, ունեմ նաև սեռական թուլություն։ Օգտագործում եմ Tadafort 5, որոշ չափով օգնում է։ Կարելի է ամեն օր խմել։ Նաև մի բան եմ զգացել, այրոց եմ զգում։ Հնարավոր է այդ դեղից լինի։ Շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք։ Նախ եւ առաջ պետք է նշեմ, որ նման կարգի սեռախթանիչներ օգտագործելուց առաջ պարտադիր պետք է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն։ Առանց բժշկի հետ խորհրդակցելու, առավել եւս առանց հետազոտվելու եւ ախտորոշման, նման դեղերի ընդունումը արգելվում է, քանի որ այս տեսակի սեռախթանիչները ունեն տարբեր տեսակի կողմնակի ազդեցություններ։ Եթե ձեզ դեղը նշանակել է բժիշկը, հետևաբար պետք է նաև բացատրած լիներ, թե ինչպես պետք է այն օգտագործեք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Իսկ այս դեղախմբի սեռախթանիչները ունեն հստակ օգտագործման կանոններ։ Նշեմ դրանցից մի քանիսը։ Նախ, այս սեռախթանիչը եւ այս դոզայով նշանակվում է միայն այն դեպքում, երբ պետք է օգտագործել ամեն օր, որովհետեւ 5 միլիգրամը նշանակվում է ամենօրյա օգտագործման դեպքում։ Բոլորովին այլ հարց է, որ դուք ունեք նաև շաքարային դիաբետ, սա արդեն բարդացնում է խնդիրը, քանի որ հայտնի է, որ շաքարային դիաբետի դեպքում սեռական խնդիրները մի քանի անգամ ավելի բարդացվում են եւ ավելի խորն են ընթանում։ Եթե զուգահեռաբար չի նշանակվել այլ բուժում, որը հեշտացնում է ընթացքը, այսինքն, բացի այս սեռախթանիչից, դուք պետք է ընդունեք նաև այլ դեղամիջոցներ, որոնք նախատեսված են։ Օրինակ, վիտամիններ, միներալներ, տարբեր տեսակի դեղամիջոցներ, որոնք լավացնում են արյան շրջանառությունը կոնքի խոռոչնում, լավացնում են նյարդային իմպուլսի փոխանցումը։ Սա շատ կարևոր է, որովհետև շաքարային դիաբետի ժամանակ տուժում է ինչպես արյան շրջանառությունը, որովհետև անոթները կարող են վնասվել, այնպես էլ նաև նյարդային համակարգը, որովհետև նյարդաթելերը կարող են տուժել։ Պետք է նաև ուշադրություն դարձնել նաև ճարպակալմանը կամ ավելորդ քաշին, եթե այն կա, պետք է դրանից նույնպես ձերբազատվել, իսկ դա նույնպես ենթադրում է համապատասխան բուժում։ Քանի որ նշում եք, որ ունեք նաև շաքարային դիաբետ, այս դեպքում խնդրին ավելի լիարժեք լուծում տալու համար պարտադիր պետք է նաև էնդոկրինոլոգիական խորհրդատվություն, որովհետև շատ դեպքերում շաքարային դիաբետի չկոմպենսացված լինելու դեպքում սեռական խնդիրները ավելի բարդ է լինում բուժել։ Անդրադառնամ դոզավորմանը 5 միլիգրամը նշանակվում է բուժման ժամանակ եւ այն պետք է օգտագործել տևական, որպեսզի դուք զգաք դրա արդյունքը։ Նշված դժգոհությունը, գանգատը, այրոցը, այո, կարող է նկատվել, եթե օրինակ սխալ է ընդունվում դեղամիջոցը, պետք է օգտագործել սնունդ ընդունելուց գոնե 1 ժամ հետո։ Շատերը դա չիմանալով դեղամիջոցը ընդունում են երբ պատահի կամ հաճախ խառնում են ալկոհոլային խմիչքետ, ինչը պարզապես անթույլատրելի է։ Սեռական ֆունկցիան ամբողջապես վերականգնելու համար, ինչպես արդեն նշվեց, պետք է բուժումը լինի համալիր, իր մեջ ընդգրկելով ինչպես սեռախթանիչներ, այնպես եւ միներալներ, վիտամիններ, արյան շրջանառությունը լավացնող դեղամիջոցներ։ Չեր խանգարի նաև ստուգել էնդոկրին համակարգը, հորմոնները սեռական, որոնք շաքարային դիաբետի դեպքում նույնպես կարող են տուժել։ Տղամարդու սեռական առողջությունը ամբողջովին եւ գրագետ վերականգնելու համար անհրաժեշտ է նշանակել համալիր բուժում։ Դա իր մեջ ընդգրկում է սեռախթանիչներ, տարբեր տեսակի միներալներ, վիտամիններ եւ դրանց նույնիսկ համալիր օգտագործումը։ Ինչպես արդեն նշվեց, Tadafort-ի 5 միլիգրամը նախատեսված է ամենօրյա օգտագործման դեպքում եւ այն նշանակվում է տևական բուժման համար։ Tadafort-ը ունի նաեւ 20 միլիգրամ, որը նախատեսված է պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Թե որ դոզավորումը կընտրի բժիշկը, դա արդեն կախված է խնդրի բարդությունից եւ վաղեմությունից։ Պետք է նշեմ, որ Tadafort-ը ունի մի կարևոր առանձնահատկություն՝ ի տարբերություն նախորդ սերնդի սեռախթանիչների, ավելի արագ է ազդում, ինչը նշում են հենց պացիենտները բուժման սկզբնական ժամանակահատվածում։ Մի կարևոր առանձնահատկություն եւս՝ Tadafort-ը իր ազդեցությունը պահպանում է բավականին տևական ժամանակ, մոտ 36 ժամ։ Սա նշանակում է, որ դեղամիջոցի օգտագործման ժամանակ սեռական հարաբերությունները կարելի է ունենալ 1-ից ավելի 36 ժամվա ընթացքում։
Դեղամիջոցը, ինչպես ես նշեցի, ունի հակացուցումներ, որոնց մասին բուժող բժիշկը պարտադիր պետք է տեղյակ պահի։ Մյուս դեղամիջոցը դապոքսեցինն է, որը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60, եւ նույնպես դոզավորումը կախված է խնդրի բարդությունից։ Երկու դեղերի միաժամանակյա օգտագործման դեպքում տղամարդու սեռական առողջությունը հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Դիտեք մեզ ATV-ի եթերում, գրեք ձեզ հուզող հարցերը։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք։ Թողեք ձեր մեկնաբանությունները, տարածեք մեր տեսանյութերը։ Մեզ համար դա անչափ կարևոր է։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Մեր գիշերային զրույցները շատ օգտակար են։